Ընձուղտը և արևը, հեղինակ Փամ Թութույ։ Փոքրիկ ընձուղտն ապրում էր իր մայրիկի հետ, փոքրիկ տնակում։ Նա իր մայրիկին շատ էր սիրում։ Մայրիկ ընձուղտն աշխատում էր այգում, որտեղ նարինջներ էին աճեցվում։ Նարինջներն օգտագործվում էին Միսթր Արջի արտադրամասում։ Մայրիկն ամբողջ օրն աշխատում էր արևի տակ։ Փոքրիկ ընձուղտը որոշեց օգնել իր մայրիկին։ Նա հավաքեց բոլոր սեղաններն ու աթոռները, շարեց դրանք իրար վրա և բարձրացավ դրանց վրա։ Նա ավելի ու ավելի էր բարձրանում, այնքան բարձրացավ, մինչև հասավ արևին։ Հրաշալի տեսք ուներ արևը, կարծես նարինջ լիներ։ Փոքրիկ ընձուղտը հրաշալի գաղափար ուներ։ Նա շատ մեծ բացեց իր բերանը։ Օ ոչ, ինչ պատահեց։ Մայրիկ ընձուղտը և Միսթր Արջը տեսան ամեն ինչ։ Ոչ ոք չէր կարողանում ոչինչ տեսնել, միայն բուերն էին ուրախացել, քանի որ սիրում են մթություն։ Բայց որտե՞ղ է լույսը։ Փոքրիկ ընձուղտը կերել էր արևը, նրա ստամոքսն այրվում էր, նա սկսեց լացել։ Քեռի Արջը լսեց նրա լացը և գնաց նրա մոտ։ Փոքրիկ ընձուղտը պատմեց նրան ամեն բան։ Քեռի Արջն ասաց. «Մի անհանգստացիր, ես կօգնեմ քեզ»։ Միասին նրանք մեծ հաց թխեցին։ Քեռի Արջն ասաց փոքրիկ ընձուղտին, որ օգտագործելով իր ստամոքսի կրակը, այն փչի հացի վրա և թխի այն։ Փոքրիկ ընձուղտը փչեց, հիմա արդեն նա իրեն ավելի լավ էր զգում։ Թխված հացը բարձրանում էր վերև։ Ո՞ւր է նա գնում։ Փոքրիկ ընձուղտը դեռ տխուր էր, մայրիկ ընձուղտին չկարողացավ օգնի։ Նա նորից շոգելու է։ Միսթր Արջը նրան անձրևանոց նվիրեց նրան, որ տանի իր մայրիկին։ Ուռա, մայրիկ ընձուղտն այլևս չի շոգի։ Իսկ ինչ եղավ հացը։ Եթե մոտիկից նայեք, հացը կնկատեք, որ